Մեզ մի ծնող էր գրել, ով ասում էր, որ տղայիս ոտքերին պարբերաբար կապտուկներ են իհայտ գալիս եւ նա ասում է, որ ֆիզկուլտուրայի ժամին է վնասվել աստիճաններից է, ինքել չգիտեմ, ասում է, հավատամ թե ոչ։ Ինչ խորհուրդ կտաք օրինակ այսպես մոտավորապես այս դեպքը նկարագրելով։ Արդյոք հնարավոր է, որ ճարպիկ տղան, ով նախքան դա, չգիտեմ, տարին մեկ անգամ էր կապտակներ ունենում, հիմա մարմնի գրեթե նույն հատվածում պարբերաբար կապտակներ է ունենում։ Նայեք, կապտուկները կարող են լինել բազմաթիվ պատճառներ, չեք կարող նման դեպքում բացառեք նաև բռնությունը, չէ՞։ Ուղղակի պետք է հետևողական լինել։ Ես չեմ կարծում, որ նման վիճակը կարող լինի ինքնավնասման հետևանք։ Օրինակ շատ քիչ դեպքերում է լինում, երբ որ ոտքերին կապտուկներ է լինում ինքնավնասումների դեպքում, շատ հաճախ քերթվածքներ են լինում, կտրվածքներ են լինում։ Պետք է ուշադիր լինել, հետևողական լինել ու հասկանալ այս արդյոք այդտեղ կա ինչ որ բռնության էպիզոդ կամ չկա ու հասկանալ հետո եթե ոչ մի բան չկա կարող է ուղղակի երեխան ակտիվ երեխա է ու հաճախակի վնասվածքներ է ստանում